8 միլիարդ դոլարից ավել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 7 տարիների ընթացքում վարկային պարտավորություններ են ներգրավել։ Միայն Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին պարտքը հասել է շուրջ 6 միլիարդ դոլարի, մի փոքր ավելի։ Սակայն եկեք չմոռանանք Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության տարիները, 88 թիվ, աղետի գոտի, Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջանների 41%-ը պարզապես քանդվեց։ Ոչ միայն մարդկային կորուստեր, որը բացասական է անդրադառնում թե տնտեսության վրա, թե երկրի բնակչության վերարտադրողականության վրա, այլ նաև բացասական անդրադարձավ արտագաղթի վրա։ Գյումրին, Սպիտակը, հա։ Դու այդքան զոհեր ունեցանք Երկրորդը Լևոն Տեր-Պետրոսյանին բաժին հասավ նորանկախ պետություն, որը աղետի գոտիներ, հա, չասեմ ժառանգել, այդ պետք է վերականգնվեր այդ աղետի գոտի հասկացությունը, հա, մեր հյուսիսային շրջանները, այլ նաև շրջափակում, մի ամբողջ սովետական միության տնտեսության կազմաքանդում, շրջափակում, Ադրբեջանի այդ պատերազմական գործողությունների մեջ ի փառքս մեր հայորդիների ազատագրեցինք Արցախը, որտեղ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը չէր երկրի ղեկավարը, եւ Թուրքիայի հետ փակ սահմաններ, միայն պատերազմի ժամանակ 42 անգամ Վրաստանից եկող գազամուղն է պայթացել, դուք հասկանում ինչ տնտեսական բացասական հետևանքներ, ատոմակայանը փակել երկրաշարժի վտանգից եւ պատերազմի ժամանակ կարող էր եւ դիվերսիա տեղի ունենալ, այո, եւ 94-95 թվականին վերաշահագործարկվեց եւ Հայաստանը էներգետիկ ճգնաժամից դուրս եկավ։ Եվ ինչևէ, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը, հա, հաղթահարեց պատերազմը, հետևանքները, հարաբերականորեն աղետի գոտին եկավ Ռոբերտ Քոչարյանի կառավարության տարիները։ Եկեք չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետությունում եղավ վարչապետ, այնուհետև երկրի ղեկավար։ Եվ եկեք օբյեկտիվ լինենք հարաբերականորեն, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարության տարիներին, այո, Հայաստանի Հանրապետությունը տնտեսական զարգացվածության նոր աստիճան եկավ։ Այո, լոկոմոտիվը շինարարության ոլորտն էր, բայց եկեք չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք նաև բազմաթիվ արտադրական ֆոնդեր վերագործարկվեցին, բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ իհայտ եկան։ Հայաստանի Հանրապետությունը սկսեց կայուն, դանդաղ, բայց կայուն ապրանքների արտահանման եւ լոգիստիկ նոր ուղիներ գտնել։ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի Հանրապետությունում ապրանքաշրջանառությունը, արտահանումը, ներմուծումը ակտիվացավ։ Գանք Սերժ Սարգսյանի կառավարության տարիները։ Հետո կներեք Ռոբերտ Քոչարյանի ժամանակ արդեն միջազգային, հա, համաշխարհային ավելի ճիշտ շուկայում էր զարգացում, նկատում եմ, որ ասում է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելն էլ է բախտը։ Տեսեք, ես կարող եմ բազմաթիվ երկրներ բերեմ, նույն 2000-2010 թվական, որ բազմաթիվ երկրներ կան, այո, այդ բումը, որ աշխարհում տեղի ունեցավ, այդ երկրները չկարողացան ճիշտ օգտագործել։ Աֆրիկյան երկրներ, ասիական երկրներ, ինչու՞ այդ երկրները չհաջողեցին այդ բարիքից օգտվեն։ Ռոբերտ Քոչարյանին այդպես հաջողվեց, հա, այդ բարիքից Նիկոլ Փաշինյանն է եղել այնտեղ, ղեկավար չեմ կարող ասել։ Այն որ միջազգային դրական ազդակները անդրադառնում են երկրի տնտեսության վրա, եւ բացասական ազդակները անդրադառնում են երկրի տնտեսության վրա, գամ Սերժ Սարգսյանի կառավարության տարիներին։ Սերժ Սարգսյանը 2008 թվականին ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը եւ տեղի ունեցավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը պայթեց, հա, աշխարհի թիվ 1 տնտեսությունից, հիփոթեկի շուկայից եւ բացասական անդրադարձավ Հայաստանի Հանրապետության, այո, տնտեսության վրա, բանկային համակարգի վրա եւ կառավարությունը արդյունավետ քայլեր ձեռնարկեց, որ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը չպայթի եւ Հայաստանի Հանրապետությունում շինարարության ոլորտը անկում ապրեց, բայց չփլուզվեց։ Եվ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում բավականին արագ դինամիկ արձագանքեցին, հա, եւ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության տարիներին Հայաստանի Հանրապետությունը ունեցել են եւ տնտեսական զարգացվածության բավականին դինամիկ եւ արդյունավետ եւ նաեւ անկումներ, որը եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով կարող ենք անդրադառնալ, եթե ժամանակը ների։ Իսկ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ինչ է ժառանգել 6 միլիարդ դոլար կառավարության արտաքին եւ ներքին պարտք, կայուն զարգացող տնտեսություն, Արցախի Հանրապետությունը հայկականներ, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարևորագույն նշանակություն ուներ,
Մատնանշում է COVID-ը, մատնանշում է պատերազմը։ Արսեն Թորոսյանը COVID-ի ժամանակ եղել է առողջապահության նախարարը։ Ինչու ձախողվեց այն քայլերը, որը կառավարությունը իդեմս ոլորտի պատասխանատու Արսեն Թորոսյանի կողմից, որ Հայաստանի Հանրապետությունում COVID-ի ժամանակ այդքան մեծ զոհեր եղան։ Եվ ուր են այն ֆինանսական միջոցները, որը տրամադրվում էին ՄԱԿ-ի կողմից, Տարաբնույթ միջազգային կազմակերպությունների կողմից, դրամաշնորհներ, ինչու արդյունավետ չկառավարվեցին այդ ֆինանսական ռեսուրսները, եւ Հայաստանի Հանրապետությունում այդքան մեծ զոհեր մահացությունների աճ չունենային եւ աշխարհում լավագույն 5-յակի մեջ չլինենք, ռեկորդային, աննախադեպ, իրանք են չէ սիրում նման բառեր օգտագործել, բայց ինչու չեք ասում աննախադեպ աճ ունեցանք, մահացության աճ ունեցանք COVID-ի ժամանակ, ինչու չեք ասում։ Եվ ասում եք COVID-ի ժամանակ բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ ենք ներգրավել, հետեւաբար բացասական անդրադարձել պետության կառավարության պարտքի վրա։ Այդ դեպքում եթե այդ ֆինանսական գումարները եկել են եւ դուք պարտք եք ավելացրել, ինչու այդքան մեծ մահերի, հա, աճ ունեցանք։